միշտ էլ այդպիսի իրավիճակ եղել է եւ փաստացի ասում են այդ առումով արդարադատության իրավապահ համակարգի կարծեք բան էլ չի փոխվել։ Ես ձեզ ասեմ ավելին, ես չեմ պնդում, միանգամից կրկնեմ, բայց այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար աշխատանքից հեռացնում են։ Ասեմ ավելին, նույն լրատվական միջոցները փոխանցել էին, որ այո, կան մարդիկ, ում չգիտեմ, տարական գրառման համար սոցիալական ցանցում կամ լայքի համար գործից հեռացնում են, ճնշումներ են գործադրում։ Գիտեք, այս ամենը իմ խորին համոզմամբ պետք է այո նաև հասցվի եվրոպացի գործընկերներին շատ բարձ պատճառով, իրենք իհարկե տիրապետում են այդ ինֆորմացիայի, բայց իրանք պետք է նաև համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայերը, հաշտ չեն այն իրավիճակի հետ, որը ձևավորվել է այսօր Հայաստանում։ Խոսում են հիբրիդային պատերազմի մասին, բայց կներեք, լսել եք, չէ, երեք օրինակ նույն արտահայտությունները, օրինակ նույն Թորոսյանի, հիբրիդային պատերազմը պոչով պոզով չի լինում, այսօր տեղի է ունենում մի իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ըստ էության վարում են ոնց ուզում եք պտտացրեք, կամա հասկանալով, չհասկանալով, դա ընդհանրապես կապ չունի, հակահայկական եւ հակապետական քաղաքականություն անունը դնելով ժողովրդավարություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։